Անվճար հոգեթերապիա։ Որոշ մարդիկ կարծում են կամ ունեն համոզմունք, որ հոգեթերապիան պետք է լինի անվճար։ Հոգեթերապևտը պարտավոր է իրենց անվճար հոգեթերապևտիկ ծառայություն մատուցել։ Հիմա կթվարկեմ, թե ինչից է բխում այսպիսի համոզմունքները, որ մարդիկ են այդպես կարծում։ Երբ որ այցելուն զանգահարում է կամ գրում է, ցանկություն հայտնելով, որ ուզում է մասնագիտական օգնություն ստանալ, հոգեթերապևտը ներկայացնում է պայմանները։ Կան մարդիկ, ովքեր որ փորձում են կամ համոզել, կամ մանիպուլացնել, կամ քո խղճի վրա ազդել, որպեսզի հենց իրենց հոգեթերապևտիկ ծառայությունը մատուցվի անվճար։ Պատճառները կարող են լինել հետևյալը։ Որոշ մարդիկ երկար ժամանակ լինելով զոհի կարգավիճակում սովոր են, որպեսզի իրանք միշտ զոհի տպավորություն ստեղծելով, մարդկանց խղճի վրա ազդեցություն թողնելով, մարդկանցից, աշխարհից, կյանքից ստանան այդ եղանակով, ինչ որ իրենց անհրաժեշտ է։ Եվ քանի որ հոգեթերապիան կամ հոգեթերապևտի կոնտակտը մարդկանց մոտ առաջացնում է պրոյեկցիա, այսինքն այն ինչ աշխարհը ընկալում, այն ինչ մարդու ներսում կուտակված է, այդ ամենը պրոյեկտում է հոգեթերապևտի վրա եւ սկսում է խաղարկել այն դերերը առօրյա կյանքում ինչ որ խաղարկում է հոգեթերապևտի հետ կամ հոգեթերապևտի ներկայությամբ։ Հոգեթերապևտի պարտականություններից է այս ամենը հոգեթերապիայի ժամանակ փորձել ներկայացնել այցելուին, բացատրել, ցույց տալ, այսինքն այս խնդիր ասածը դառնում է նյութ, որի հետ աշխատում են հոգեթերապիայի ժամանակ։ Եթե հոգեթերապևտը ինչ-ինչ բացառություններից ելնելով ձեզ լավություն անի եւ ընդառաջի ու ձեզ անվճար հոգեթերապևտիկ ծառայություն մատուցի, ինչ որ խելքից դուրս է, ապա այստեղ հոգեթերապևտը ինքը ունի իր սեփական խնդիրները։ Գուցե նա դեռ չի հաղթահարել այն խնդիրը, որ իր ծառայությունը վճարովի է եւ պետք է դրա դիմաց մարդը վճարի։ Գուցե նա ունի մեղավորության զգացում, որ մարդկանցից փող է վերցնում։ Գուցե նա չի սովորել դեռ իրեն գնահատել, իր աշխատանքը գնահատել։ Գուցե նա անձնային սահմանները ցույց տալու, անձնային սահմանները կարգավորելու խնդիր ունի։ Բազում են օրինակները, բայց եկեք առաջ անցնենք։ Մյուս կատեգորիան, որը որ կարող է լինել, դա հետևյալն է. մարդը արժեզրկում է, չի գնահատում այն աշխատանքը, որը որ դուք իրականացնում եք։ Որոշ մարդիկ մտածում են, որ հոգեթերապևտը հենց այդպես էլ ծնվել է։ Նա ի ծնե հոգեթերապևտը, ի ծնե այս մասնագիտությունը ունի։ Ես հիմա կթվարկեմ հենց կոնկրետ այն ուղին, որը որ ես եմ անցել հոգեթերապևտ դառնալու, որպեսզի դուք ինքներդ խորքային պատկերացում ունենաք, թե ինչու է հոգեթերապիան վճարովի եւ ինչու հենց կոնկրետ այդ արժեքը ունի։ 3 տարի սովորել եմ բժշկական քոլեջում որպես բուժեղբայր վճարովի։ Այնուհետև 5 տարի Երևանի պետական համալսարան, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին վճարովի։ Այնուհետև ԵՊՀ կլինիկական հոգեբանություն եւ հոգեթերապիա բաժինը 2 տարի վճարովի։ Այնուհետև կլինիկական հատուկ հոգեբանություն բաժինը ասպիրանտուրա, որ այս պահին կիսատ է, նույնպես վճարովի, անգամ ասպիրանտուրայի բաժինը երբեմն լինում է, որ անվճար տեղ չեն հատկացնում։ Եվ անցնենք առաջ, շարունակեմ թվարկել ավելի պարզ լինելու համար։ Բազում վերապատրաստումներ, բազում սեմինարներ, հազարավոր կամ հարյուրավոր գրքեր, որոնք որ էլի գնում է հոգեթերապևտը, տասնյակ կամ հարյուրավոր ժամեր քո սեփական հոգեթերապիան, երբեմն արտերկրում, Ռուսաստանում, Ուկրաինայում, որը որ էլի ավելի թանկ արժեք ունի, քան Հայաստանում գործող հոգեթերապևտիկ ծառայությունները։ Սուպերվիզորի հետ աշխատանք, բալինցյան խմբեր, ընթացքում ինչ որ վերապատրաստումներ, այս բոլորը վճարովի է, հարգելիներս։ Եվ գումարած դրան հոգեթերապևտը որտեղ որ աշխատում է, այդ տարածքի համար վարձ է տալիս կամ գնել է այդ տարածքը կամ գուցե հիպոթեկով է վերցրել, եւս վճարովի է։ Ի վերջո նշենք, որ հոգեթերապևտը, բացի իր մասնագիտությունից, նաև ապրում է առօրյա կենցաղային ծախսեր, սնունդ,
հագուստ եւ այլ կենցաղային ծախսեր։ Հիմա ինքներդ այս հարցին պատասխանեք, ինչու պետք է հոգեթերապիան լինի անվճար, երբ որ հոգեթերապևտը այս մասնագիտությունը ստանալու, այս մասնագետը դառնալու համար վճարել է բավականին մեծ գումարներ։ Եթե ցանկացած մարդ ինքը հարգում է իր մասնագիտությունը, ապա նա եւս կարող է իր վրա վերցնել, թե երբ որ իրեն խնդրեն, որ ինքը շարունակ աշխատի անվճար, կհամաձայնվի թե չէ։ Այլ օրինակներ բերեմ, թե ինչն է նպաստում, որ երբ մարդը փորձում է համոզել կամ բերել հոգեթերապևտին նրան, որպեսզի ստանա անվճար հոգեթերապիա։ Հենց ստանա բառը այստեղ շատ բանալի է, շատ կլուչևո է, որովհետև կան մարդկանց տեսակներ, ովքեր սիրում են իրենց ստրատեգիան է կյանքից ստանալ այն, ինչ որ ինքն է ուզում, հաշվի չառնելով դիմացինի կարծիքը, դիմացինի կոմֆորտը, դիմացինի ցանկությունը։ Նույնը փորձում է անել հոգեթերապևտի հետ։ Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենք բացառություն են, իրենք ունեն հատուկ իրավունքներ եւ իրենց թույլատրելի է ստանալ են, ինչ իրենց պետք է։ Եթե շարունակեմ այս ցանկը, շատ երկար կտևի, բայց նաև մի կարևոր կետի եմ ուզում անդրադառնալ, եթե անգամ հոգեթերապիան ինչ որ քանակով լիներ անվճար, հոգեթերապևտը էթիկայի կանոններից ելնելով իրավունք չունի դրան գնալու, այդ քայլին գնալու, որովհետև մեծ հավանականությամբ այցելուների կատեգորիա կա, ոմանց մոտ մեղավորության կամ պարտքի զգացում է առաջանալու, երբ որ իրենց անվճար հոգեթերապևտիկ ծառայություն են մատուցում, կամ մարդը հենց ինքը չի գնահատելու այն, ինչ որ ինքը ստանում է, մյուս տեսանկյունից էլ, եթե մարդը չի գնահատում իր հոգեկան առողջությունը, բնականաբար նա մեծ նշանակություն չի տալու հոգեթերապևտի աշխատանքին, բայց երբեմն հենց վճարումը, կան այցելուներ, ովքեր որ ամիսներ շարունակ, տարիներ շարունակ վճարում են հոգեթերապևտին եւ նրանց ընկալումը հոգեկան առողջության մասին փոխվում է, նրանք հասկանում են, որ այն հարցերը, ինչպես է ֆիզիկական առողջություն իհարկե, մարդիկ կան, որ ինչ որ էքստրեմ կամ ճգնաժամային իրավիճակում են, սկսում գնահատել իրենց հոգեկան ու ֆիզիկական առողջություն եւ հետագայում ավելի ուշադիր են լինում եւ ավելի խնամքով ու սիրով են վերաբերվում իրենց մարմնին ու իրենց հոգեկանին ու իրենց առօրյային, որովհետեւ հասկանում են, որ այս մարմինը, որ ես ունեմ, այս հոգեկանը, որ ես ունեմ, նրա առողջ լինելու հաշվին է, որ իմ կյանքը որակավորվում է, որ իմ կյանքում մեծ նշանակություն է ունենում երջանկությունը, սերը ու հագեցած կյանքը։ Հետևաբար որոշ մարդիկ, երբ որ առճակատվում են, առերեսվում են առօրյայում ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրների հետ, նրանց ընկալումը սեփական մարմնի հոգեկանի հանդեպ փոխվում է եւ հոգեթերապևտին վճարելով դու սկսում ես բարձր գնահատել թե հոգեթերապևտի աշխատանքը, թե քո հոգեկան ու ֆիզիկական առողջությունը։ Ինչ վերաբերում է հոգեթերապևտի պոզիցիայից վճարման եղանակին կամ ֆինանսական հարցերին, իմ պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ որ իրոք կարիք կա ընդառաջելու այցելուին եւ չընդառաջեմ, այդպիսի բան չի եղել, չի էլ լինելու, բայց այս ամենը ճշգրտվելուց հետո է արվում, սա միայն մի դեպքում է արվում, երբ որ իմ արարքը բացասական հետևանք չի թողնելու այցելուր, այսինքն այն պարտքի զգացումը, ամոթի զգացումը, մեղավորության զգացումը չի լինելու այցելուի մոտ։ Լինում են դեպքեր, որ իրոք ինչ որ փուլում հոգեթերապևտը ընդառաջում է իր այցելուին, կան այցելուներ, ովքեր որ հոգեթերապիա անցնելու ժամանակահատվածում ունենում են ֆինանսական դժվարություններ, բարդություններ, այստեղ ինչ որ կոմպրոմիսի են գնում, ինչ որ օպտիմալ տարբերակ են գնում, որպեսզի այցելուի հոգեթերապիան չընդհատվի։ Ինչ վերաբերում է գնի փոփոխությանը, գնի փոփոխություն լինում է այն դեպքում, երբ որ տվյալ մարդը զինվորի մայր է կամ զինվորի հայր է կամ տունը զինվորական կա, այս դեպքում գնի փոփոխություն եւս լինում է կամ որոշ դեպքերում նաեւ ինչ որ չափով զեղչում է ուսանողների դեպքում։ Քանի որ ես
մասնավոր պրակտիկա եմ անցկացնում, այսինքն պետական հիմնարկում չեմ աշխատում, բուժհաստատությունում չեմ աշխատում, այս ամենը արվում է իմ հաշվին, բայց միևնույն ժամանակ մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, թե հոգեթերապևտը եւ թե այցելուն այս դեպքում ինչ զգացողություններ են ունենում, ինչ վերաբերում է անվճար, լրիվ անվճար ծառայությանը, դա հոգեթերապիան չի, դա հոգեբանական աջակցությունն է, որ ցանկացած հոգեթերապևտ քաջ գիտակցելով, օրինակ COVID-ի ժամանակ, պատերազմի ժամանակ ինքը որպես կամավորական հանդես է գալիս իր ազգականերին օգնելու համար։ Այս դեպքում լրիվ անվճար է ցուցաբերվում հոգեթերապիան եւ հոգեթերապևտը ինքն է կայացնում այդ որոշումը։ Իսկ երբ որ դուք փորձում եք համոզել կամ մանիպուլացնել, որ պետք է հոգեթերապիան լինի անվճար, հարգելիներս, պետիով այստեղ չի կարող այդպիսի ծառայություն մատուցել, որովհետև դա դեմ է իմ սկզբունքներին եւ անհարգալից վերաբերմունք կլինի ձեզ անվճար հոգեթերապիա մատուցելը մյուս այցելուների հանդեպ, որովհետև այդ մարդիկ վճարում են։ Անկամ գինը, ցանկացած սեսիայի գին նույնն է բոլոր այցելուների համար, որպեսզի լինի արդարացի վերաբերմունք, բոլորին հարգալից վերաբերմունք լինի։ Կարծում եմ այսքանը հարգելիներս, ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ իրոք ֆինանսական դժվարություններ կամ բարդություններ ունեն եւ հնարավորություն չունեն հոգեթերապևտիկ ծառայություններից օգտվելու, կարծում եմ կան թեժ գծեր, աջակցության կենտրոններ, ովքեր ինչ որ փուլով, ինչ որ պայմաններով ծառայություն են մատուցում։ Բացառություններ միշտ էլ կարող են լինել, բայց ոչ մանիպուլյացիայի, ոչ պտիների շնորհիվ, այն լինում է այն դեպքում, երբ որ իրոք մարդը ունի դրա կարիքը եւ սահմանափակ քանակի կարող է լինել։ Ես ունենում եմ օրինակ տարվա մեջ դեպքեր, երբ որ ինչ որ տարիքային սանդղակ ունեցող անձանց մի քանի հանդիպումը ամբողջությամբ անվճար է լինում։ Դա իմ սեփական որոշումն է եւ ես դա անում եմ մեծ սիրով ու իմ կամքով ու իմ ցանկությամբ։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։